Կրոտոնը լուսասեր բույս է։ Եթե լույսը քիչ է, տերևները դառնում են կանաչավուն, գույները մարում են։ Ցանկալի է տեղադրել պատուհանի մոտ արևառած սենյակում, սակայն ամռան կիսիչ արևը կարող է այրել տերևները։ Բույսը ջրիր, երբ հողի վերին շերտը 2-ից 3 սանտիմետր խորությամբ չորանա։ Ամռանը 2-ից 3 անգամ շաբաթական, ձմռանը 1 անգամ։ Կրոտոնը չի սիրում ոչ չորանալ ամբողջությամբ, ոչ չափից շատ ջրելը։ Ջուրը չարաշահելու դեպքում բույսը կարող է տերևները կորցնել։ Բույսի համար լավագույն ջերմաստիճանը 20-ից 28 աստիճանն է։ 18-ից ցածր ջերմաստիճանի դեպքում բույսը կրկին կարող է տերևները կորցնել։ Խուսափեք սառը եւ քամոց սենյակներից եւ ջեռուցման համակարգերի մոտ տեղադրելուց։ Կրոտոնին անհրաժեշտ է բարձր խոնավություն 60-ից 80%։ Տարվա բոլոր եղանակներին հարկավոր է շաբաթական 1-2 անգամ բույսը ցողել։ Բույսը հարկավոր է պարարտացնել ապրիլից սեպտեմբեր ամիսներին, ամիսը 2 անգամ դեկորատիվ տերևավոր բույսերի պարարտանյութով։ Կրոտոնը կարելի է բազմացնել կիսափայտացած ճյուղի 12-ից 15 սանտիմետր հատումով։ Հատումը դնել ջրի մեջ կամ հողի մեջ շերմոցային էֆեկտով պոլիէթիլենով ծածկելով։ Փոքր գաղտնիք բույսի տերևների գույները ավելի վառ դարձնելու համար։ Պայծառ լույս, տաք միջավայր, կանոնավոր սնուցում եւ բարձր խոնավություն։ Եթե կարողացա օգտակար լինել, հավանեք տեսանյութը, բաժանորդագրվեք էջին եւ մեկնաբանություններում գրեք թե հաջորդի որ բույսից կցանկանայիք պատմեմ։